Վերջ, քեզանից են կողմել մարդ չկա, ուրեմն կործանված ես։ Սա շատ ցավոտ հարց է, սա ոչ միայն ցավոտ է, այլ նաև վրդովմունք առաջացնող հարց է։ Ես Հանեսյանին շատ էի սիրում։ Նյուանսներ կան։ Շատ մեծ աշխատանք ունեմ անելու ինքս ինձ հետ։ Ինձ համար դա դարձավ մի մոգական աշխարհ։ Սկզբում որոշել էի, որ չէ, դերասանուհի չեմ, նույնիսկ չէի էլ մտածել այդ ուղղությամբ, թե պետք փոքր տարիքում այդ բարի գնալ, այդ խմբակներին գնալ, բան միշտ եմ, որ ասում են, այ դերասան ես, բան, բայց այնուամենայնիվ ես այդ ուղղությամբ չէի մտածում։ Հետո այնպես ստացվեց, որ օրերից մի օր քուրիկիս փորձին գնացի։ Ինձ համար դա դարձավ մի մոգական աշխարհ։ Ասեցի, գիտեք, ես ուզում եմ դերասանուհի դառնամ։ Մեր ինստիտուտում այդպես չէր, էլի մենք մտնում էինք ինստիտուտ, շորերը փոխում էինք, հագնում էինք ավելի հարմար շորեր, տրիկոներ, ինչ որ հարմար, որ պետքա պարենք, որ պետքա էս անենք, որ պետքա թավալ գան գետնին։ Մեր ինստիտուտում տենց հագած կապած մազերը տենց ուղիղ, սենց ինչ որ սիրուն չէինք, էլի մենք թափրտված էինք, տնավարի էինք։ Երբ որ ընդունվեցի ինստիտուտ, ինձ թվում է յուրաքանչյուր ուսանողի մոտ թատերականի այդպես եղել, իրեն թվում է վերջ, աշխարհը ոտքերի տակ է։ Նա մտավ ինստիտուտ, նա այլևս այդ աշխարհից է։ Երկրորդ կուրսում իհարկե դա անցնում է։ Հասկացանք, որ մենք իսկապես մի այլ մոլորակ ենք ընկել ու ուրախացանք մեր մոլորակի համար։ Սովորել եմ Հրաչյա Աշողյանի կուրսում լուսահոգի, աշխարհի ամենաբարի պապիկը։ Հին պատերով վատ հատակով լսարանում անցել է իմ կյանքի կարևորագույն ու պայծառ լիքը 4 տարիները։ Պարտական եմ, երախտապարտ եմ, բառերը քիչ են իրեն։ Չկան անփոխարինելի մարդիկ արտահայտությունը։ Բանից պարզվեց անպետք արտահայտությունը։ Անփոխարինելի է Երևան Ղազանչյանը ինձ համար։ Բայց ստոպ տանք էլի։ Երբեք ոչ մի վայրկյան չեմ զգացել, որ ինչ-որ մեկը փորձում է կամ սպասում է, թե երբ պետք է սայթակեմ, որ ուրախանա այդ հանգամանքից։ Չէ, ինձ ընդունեցին գրկաբաց խորհուրդներով, որոնք ես ագահաբար սպունգի պես քաշում էի դեպի ինձ։ Այ բեմում գիտես, այսպես ավելի լավ կլինի, այ եթե ձայնս այսպես շպրտես, կհասնի մինչև վերջին հանդիսատեսը, գիտես մի քիչ ավելի մեծ խաղա էմոցիան, գիտես եթե մի քիչ ավելի մեծից մի քիչ մեծ խաղացիր, կլինի գրոտեսկ, կլինի գերխաղ, այս նյուանսները ինձ բացատրելով, ինձ ուղեկցեցին իմ կյանքի լավագույն դեռևս շարունակվող 10 տարիները, որոնք որ անցնում են Պարոնյան թատրոնում։ Դերասանի մասնագիտության վատ ու լավ կողմը հենց այդ է, որ քեզ են նայում, այսինքն եթե լավ ես խաղում, բոլորը դուրս են գալիս ասում, այ Սոնան տեսար, ինչ լավ խաղաց, չեն ասում, այ ռեժիսորը տեսար, ոնց էր Սոնային բացել, ինչ լավ էր խաղում Սոնան։ Ու հակառակը, երբ որ վատ ես խաղում, ասում, լավ է, ինչ դերասան է։ Կարևոր չի թե Ստանիսլավսկին ինչ ասել, Բրեխտն ինչ ասել, սրանք ուղղակի մեզ ուղղորդող երևույթներ են։ Գրոտեսկի մեջ խաղալու, ցուցադրական արվեստը օգտագործելու, վերապրման արվեստը օգտագործելու միջոցներ են սրանք, բայց բեմում դու ես եւ քո պարտնյորը, թե դուք երկուսով ոնց կխաղաք, ոնց աճպարարություն կանեք, ինչ մոգական էներգետիկա կստեղծեք, որ հանդիսատեսին էլ հասնի, դա կախված է ձեզանից, իսկ այդ պրոցեսը գալիս է սենց, այ այսքան մեծ սառուց դա փորձերն է, Այսա ներկայացումն է, որ արդեն հանձնվում է հանդիսատեսի դասին, դատին։ Մեր անձնական փոփոխությունների հետ քո կերպարն էլ կարա փոխվի, ու երբ որ նայում ես քո առաջնախաղի, վերջերս եմ բացահայտել այդ բառը պրեմիերա, առաջնախաղի զապիսը, ձայնագրությունը, ներողություն, այդ ժամանակ տեսնում ես, թե ինչ ես խաղացել ու այսօր ինչ ես խաղում, ու այնքան տարբեր են, այնքան տարբեր, որ ասում ես, այս նույն մարդն է խաղում, այս նույն կերպարն է խաղում, այսպես ներկայացումներն էլ իրանք աճող, զարգացող, փոխվող երևույթներ են,
Վայ, ես ոնց եմ սիրում իմ մասնագիտությունը, երբեք այսքան չի խոսել, գիտես մասնագիտությանս մասին, միշտ sense հպացիկ ա եղել։ Բայց այս մասը չդնես խնդրում եմ։ Այնուամենայնիվ չենք իմանա, կյանքը մեզ ուր կտանի։